Շնորհակալություն, Տիկին Յոլյան, չնայած ես շարունակում եմ մտածել ու այն կարծիքին մնալ, որ հանձնաժողովների նախագահների քննարկումը ինքը ոլորտային քննարկում չի ամեն դեպքում, բայց երկու դիտարկում անեմ ձեր ելույթի հետ կապված, հետո հարցս կտամ։ Նախ առաջինը գյուղատնտեսության մասին խոսեցիք, ուզում եմ նշել, որ գյուղատնտեսական հարցերը այլևս այդ հանձնաժողովի տիրույթում չեն, տեղափոխվել են տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տիրույթ։ Խոսեցիք պղնձի գների աճի մասին, ուզում եմ հիշեցնել, որ դրա առավելագույն օգուտ ստանալու համար մենք ընդունել ենք օրենք, որով գերշահույթի դեպքում պայմանական պետությունը ավելի շատ հարկ է ստանում։ Խոսեցիք պղնձաձուլարանի մասին, որը էլի ձեր հանձնաժողովի տիրույթում չի, բայց փոխարենը շրջակա միջավայրն է ձեր հանձնաժողովի տիրույթում ու ձեզ ավելի շատ երևի պիտի հակառակ հարցը հետաքրքրել։ Բայց հիմա բուն հարցից Ներեք Պանթունյան, հարգելի գործընկերներ, խանգարում եք։ Բուն հարցս հետևյալն է, որը պարոն Գևորգյանն էլ տվեցի։ Դուք այս տարվա մարտին, երբ հրաժարական եք տվել Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից, նշել եք, որ դա անձնական պատճառներով է պայմանավորված։ Խնդրեմ ըստ հնարավորի նշել, որոնք էին այն պատճառները, որ դուք այլևս չեք ցանկանում աշխատել այդ պաշտոնով, որտեղ հիմա այլ պաշտոնի եք ուզում հավակնում եք այլ պաշտոնի, ուզում ենք հասկանանք այդ կանխատեսելիությունը որքան է եւ եթե ժամանակը լինի, խնդրում եմ նաեւ պատասխանել որպես Գորիսի համայնքապետ, ինչպես է գնահատում Արուշ Արուշանյանի գործունեությունը։ Շնորհակալություն։ Պանթունյան, ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ես դրա համար իմ խոսքում նշեցի, որ հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունը, այսինքն հղում արեցի, որ թեև հանձնաժողովի գործառույթների շրջանակում չէ, բայց հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունը համայնքների տնտեսական զարգացման գործում էական նշանակություն ունեցող ոլորտ է, ես նպատակահարմար գտա բարձրաձայնել այդ մասին, որովհետև որքան էլ որ հանձնաժողովի գործունեության շրջանակը չէ, այնուամենայնիվ կարևոր ոլորտ է համայնքների զարգացման տեսանկյունից, հատկապես այն համայնքներում, որ հենց գյուղատնտեսությունն է տնտեսության շարժիչ ուժը։ Հետևաբար շատ լավ տիրապետում եմ համայնքի գործառույթները ու կարծում եմ, որ փոխկապակցված խնդրահարույց ոլորտների մասին պետք է խոսել։ Ինչ վերաբերում է պղնձաձուլարանի մասին, քանի որ համայնքներ ունենք բազմաթիվ, այո, այդ մասին եւս խոսեցի, որ սոցիալական պատասխանատվությունների շրջանակը պետք է լինի ավելի թափանցիկ եւ քանի որ մենք նաեւ խոսելու ենք հետագայում ապակենտրոնացման նոր հարկատեսակների եւ այլնի մասին, մենք չենք կարող համայնքներում գործող տնտեսվարողների խնդիրը թողնել համայնքների ուշադրությունից դուրս եւ հետեւաբար ճիշտ ու նպատակահարմար եմ գտնում խոսել բոլոր այն խնդիրների մասին ու մարտահրավերների մասին, որոնք կարող են կամ խոչընդոտել կամ օգնել, որպեսզի համայնքները տնտեսապես զարգանան։ Ինչ վերաբերում է ձեր այն հարցին, թե ինչի եմ ես դուրս եկել աշխատանքից, ես ինչպես 2021 թվականին բազմաթիվ հարցազրույցներում ասել եմ, որ հատկապես պատերազմը իմ կյանքը սահմանագիծ ունի, մինչև պատերազմ եւ պատերազմից հետո։ Պատերազմից հետո իմ վերաբերմունքը շատ հարցերում փոխվել է, որովհետեւ այո, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է իշխանափոխություն տեղի ունենա, պետք է Հայաստանի Հանրապետությունը ունենա վարչապետ, ով իզորու է Հայաստանը տանելու զարգացման ճանապարհով։ Իմ սկզբունքներին մնացել եմ հավատարիմ եւ այդ ճանապարհն եմ որդեգրել։ Ինչ վերաբերում է ձեր այն հարցին, թե ինչպես եմ ես վերաբերում Գորիս համայնքի համայնքային իշխանություններին, ասեմ, որ ես այնտեղ գրեթե 10 տարի աշխատել եմ, Գորիսի համայնքապետարանը շատ լավ թիմ ունի եւ տարեկան մոտ 60 ծրագիր է իրականացրել, 50 ծրագիր է իրականացրել Գորիսի համայնքապետարանը, դա բացառիկ է շատ համայնքների համար, տարածքային կառավարման նախարարությունում եւս գիտեն այդ մասին, եւ տարվա մեջ ընդամենը 3-4 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել։ Մեծ ծրագրերի բաժին է հասել աշխատանքային թիմին, արդյունավետ աշխատանքին եւ ես այդ աշխատանքների մեջ ունեցել եմ իմ դերակատարումը եւ հպարտանում եմ իմ անցած ճանապարհով, ուրախ եմ, որ իմ համայնքը զարգանում է, ես ուրախ եմ, Գորիս, արձագանքեք։ Արձագանք։ Տիկին Յոլյան, դուք նախկին լրագրող եք եղել, ես էլ այդ ոլորտում փորձ ունեմ ու գիտեմ
ոնց կարելի է հարցերին պատասխանել չպատասխանելով, բայց դրա հակադարձ ձևն էլ գիտեմ ոնց անեմ, որ այդ հարցը նորից տամ։ Հիմա ձեզ ուղիղ հարց եմ տալիս։ Առաջին հարցը ինչի համար հրաժարվեցիք, դուք ասում եք, ես պատերազմից հետո շատ բաների սկսել եմ այլ ձև նայել, պատերազմը ավարտվել է 2020 թվականին, դուք հրաժարական տվել եք 2026 թվականին, այդ ուղիղ կապն եմ ուզում հասկանալ հրաժարականի ու պատերազմի մեջ կամ Արուշ Արուշանյանի գործունեությանը, եւ երկրորդ, ես ձեր աշխատանքը չէի ասում գնահատեք, ես ասում եի նախկին ձեր գործընկերոջ ներկայիս համայնքապետ Արուշ Արուշանյանի աշխատանքը գնահատեք։ Ինչ վերաբերում է իմ լրագրողական գործունեությանը, հետաքննական ոլորտում եմ աշխատել, միշտ ազնիվ եմ եղել, մինչև հիմա ազնիվ եմ։ Ինչ վերաբերում է փոխկապակցված հարցադրման պատասխանին, հիմա 2026 թիվն է, բայց եթե դուք հետ գնաք 2020 թվականից հետո իմ հանրային եւ քաղաքական դիրքորոշումը, կտեսնեք, որ ոչինչ չի փոխվել։ Ես նույն կարծիքին եմ։ Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղի ունենա իշխանափոխություն։ Այդ մասին խոսել եմ 2020 թվականից սկսած, խոսել եմ հանրային, իմ բոլոր հարցազրույցներում գրեթե խոսել եմ այդ մասին եւ միշտ ունեցել եմ ընդդիմադիր դիրքորոշում, անկախ նրանից, որ աշխատել եմ տեղական ինքնակառավարում, որը առանձին ինքնակառավարվող ինստիտուտ է եւ նվիրված աշխատել եմ իմ համայնքի համար, ինչի համար այսօր հպարտ այստեղ կանգնած եմ, որ ինչ հնարավոր ներդրում կարող է անել իմ համայնքի զարգացման համար, ես դա արել եմ։ Ինչ վերաբերում է գնահատականին, ես ասեցի, որ Գորիս համայնքում շատ լավ թիմ է աշխատում եւ այսօրվա այն շատ լավ